Զվարթնոց օդանավակայանի խորհրդանշական կլոր մասնաշենքը կարող էր զրկվել հուշարձանի կարգավիճակից։ Հայաստանի կառավարության նախաձեռնություններ Զվարթնոցի հին մասնաշենքը հատուկ պահպանվող հուշարձանների ցանկից դուրս բերելու նախագիծը օրեր առաջ հանրային քննարկման էր դրվել։ Օդանավակայանի կլոր շենքը ընդամենը 1 տարի առաջ 2025-ի օգոստոսին էր ընդգրկվել այդ ցանկում։ 2018-ից ձգձգվող երկար բյուրոկրատական քաշքշուկների արդյունքում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հիմնավորել էր ցանկում ընդգրկված լինելը խանգարում է շենքի վերակառուցման ու արդիականացման մաստեր պլանի իրականացմանը։ Գտնում ենք, որ Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը որպես տրանսպորտային ենթակառուցվածք նպատակահարմար չէ ընդգրկել վերոնշված ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, քանի որ այդ հանգամանքը խոչընդոտում է օդանավակայանի զարգացման ծրագրով նախատեսված վերակառուցման եւ գործառնական արդիականացման աշխատանքների իրականացմանը։ 425 միլիոն դրամի ներդրում է ուզում անել պետությունը մաստեր պլանի իրագործման համար, որը օդանավակայանի կոնցեսիոներ Արմենիա միջազգային օդանավակայաններ Փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև այս տարվա հունվարի 31-ը պետք է ներկայացվեր կառավարությանը, սակայն մաստեր պլանը ճիշտ ժամկետում չի ներկայացվել։ Հանրությունն այս ընթացքում տեղյակ չի եղել, ինչ նախագծի մասին է խոսքը եւ ինչ է լինելու շենքի ճակատագիրը։ Զվարթնոց օդանավակայանը հանդիսանում է հայկական մոդեռնիզմի միջազգայինորեն ճանաչված ճարտարապետական գոհար։ Առհասարակ կլոր օդանավակայաններ մեր մոլորակի վրա եղել են 7 հատ։ Եվ նույնիսկ այն օդանավակայանները, որոնք որ այսօր ենթադրենք չեն սպասարկվում այդպես, իրենք պահպանվում են պետության կողմից։ Արթուր Թարխանյան կենտրոնը բացասաբար է արձագանքել կառավարության այս նախաձեռնությանը։ Թարխանյանը Զվարթնոց օդանավակայանի ճարտարապետն է եղել։ Երբ օդանավակայանը նախորդ տարի ընդգրկվեց պահպանվող հուշարձանների ցանկում, կենտրոնը նախաձեռնեց կլոր շենքը շահագործելու տարբերակներ, չնչին փոփոխություններով։ Օրենքը ասում է, որ առաջի հերթին նման շենքերը պետք է պահպանվեն եւ օգտագործվեն ըստ իրենց ֆունկցիոնալ նշանակության։ Այսինքն կառավարության որոշումից բխում էր, որ կլոր մասնաշենքը եթե ներառվում է այդ ցուցակում, ապա ըստ օրենքի կոնցեսիոները պիտի ստանար հանձնարարություն այդ մասնաշենքը հետ վերադարձնել շահագործման։ Վերջնական մշակված 3D մոդելը Ղուկասյանի խոսքով դեռ նախորդ տարվանից ներկայացվել է տարբեր ատյանների եւ հանրության դատին։ Մշակվել է իր կնոջ Անահիտ Թարխանյանի կողմից, որը Արթուր Թարխանյանի դուստրն է։ Եթե հիմա մենք այդ հարցին մոտենանք իրավական եւ տնտեսական տեսակետից եւ շահավետության տեսակետից, Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքը վերականգնել ավելի քիչ ներդրում է պահանջում եւ ավելի կարճ ժամանակում կարող է իրականացվել, քանդել դա եւ կառուցել նորը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակը սակայն պնդում է, որ նախարարությունը չի պատրաստվում շենքը դուրս բերել հուշարձանների ցանկից։ Մասնաշենքի հարցն էլ ընդգրկված է հենց մաստեր պլանի շրջանակներում, սակայն ուզում եմ ընդգծել, որ հին մասնաշենքը պատմամշակութային հուշարձանների ցանկից հանելու գործընթաց նախաձեռնված չէ, փոխարենը նախաձեռնվել է հին մասնաշենքի փոփոխում, որը ամբողջությամբ մաստեր պլանի շրջանակներում է իրականացվելու։ Նախարարությունը հայտնում է, մաստեր պլանը հանրությանը կներկայացվի առաջիկա օրերին։ Արթուր Թարխանյան կենտրոնը այս առումով հստակ որոշում ունի։ Այո, եթե կառավարությունը հիմա ձեր հարցի ուղիղ պատասխան տա այս վիճակում առանց ցուցակից հանելու, փորձի մաստեր պլանը հաստատել, մենք կանգնելու ենք փաստի առաջ, որ պիտի բողոքարկենք կառավարության որոշումը անվավեր ճանաչելու հայցով մտնենք դատարան, որովհետև այն ակնհայտորեն հակասելու է օրենքին։ Սակայն հին մասնաշենքի շուրջ ծավալվող իրադարձությունները նոր չեն։ Դեռ 2013-ին օդանավակայանը վարձակալած արգենտինահայ Էդուարդո Էրնեկյանի ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան Զվարթնոցի մասնաշենքը քանդելու առաջարկությամբ։ Հանրային խորհրդի 4 հանձնաժողովները մերժել էին առաջարկը, ներկայացնելով հասարակական կազմակերպությունների ու ավիացիայի մասնագետների հիմնավորումը։ Եթե կլոր տերմինալը չի ուզում կոնցեսիոները շահագործել որպես միջազգային թռիչքների սպասարկման համար տերմինալ, ապա այն կարող է շահագործվել երկրի ներքին
թռիչքների ապահովման համար, այն կարող է շահագործվել նաև ռազմական նշանակության գործողությունների համար։ Ղուկասյանի գնահատմամբ կոնցեսիոն պայմանագրի իրականացումը գործնականում վեր է դասվել օրենքի պահանջներից։ Որպես օրինակ նա նշում է այս տարվա հունվարին կոնցեսիոն պայմանագրի մինչև 2067 թվականը երկարաձգումը։ Ի դեպ 2013-ին բացված նոր տերմինալը ըստ երևույթին չի ստացել անվտանգության թույլտվություն եւ ավարտական ակտ, ինչի շնորհիվ կոնցեսիոները խուսափել է ահռելի չափի գույքահարկ վճարելուց։ Սեդա Գյուրեղյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։